շատ բալիկներ ունեցեք։ Ինչի օրինակ սենց չարեցին։ Հետո ինձ գողացավ տարավ Նադեժդա Սարգսյանը։ Եթե դուք չունեք քեֆերի բնակարան, ես չգիտեմ։ Դիմեք ինձ, ես կարող եմ։ Իսկ ով ամենաշատը բողոքում է, որ դե լավ ոչինչ, փոշկյա էլ մի։ Ինքս պետք է պապկեր արպես, դե լավ է բոնա։ Մի քանի միլիոնների հասնող դոլարի։ Վայ Լուիզային էլ եմ Շատ լավն է։ Իսկ եղել է այնպեսի դեպք, որ ասել են ուզում ենք դուք եւ ինչ որ X մարդ, որի հետ երբեք չես վարել։ Եղել է դեպք, որ չեմ ցանկացել վարել։ Հանկարծ համարձակվեն ուրիշ բաժակով սուրճ բերեն։ Ամեն անգամ իմանալը, որ դու պապիկ ես, ամեն անգամ նորովի ոնց որ առաջին անգամ սենց զարմանում ես։ Ես տարիք չեմ զգում, տարիք անձագրի մեջ, հա։ Ես նայում եմ, տեսնում եմ մեծ մարդ է, Մեծ մարդ է, հա։ Սերատոնա կոչվում։ Ոնց որ դեղել չէ։ Մի օր հանգիստ եմ, վայ, ինչ լավ անկերներից համակեմ խմեմ բաժակը։ Ինչ ես ասում։ Ցուրտ էլ չի կարասի, որ հանից դուրս պետք է ստատկի։ Ավելի լավ է թող մնա։ Ինչքան ծեցենք երել։ Ես կոնկրետ չէ։ Թե պապան ավելի շատ ուզել, որ իրանք ամուսնանան։ Հարցեր կան ինչ-որ կոնկրետ, թե ինչ-որ թեմաներից։ Լսի, մոտավոր բան եմ արել, բայց ընդհանուր ինքը խոսակցությունն է, որ գնում է։ Հերոսը եթե քեզ պետք է, կար ստեղ էլ նես, այն չի երևա, այն մյուս կողմը բաբշե չի երևա։ Իմ կամերան նայ, չէ՞, եթե ես իշխում։ Սամվել ջան։ Վերջապես հանդիպեցինք։ Վերջապես ստացվեց հանդիպումը։ Օսոլեմիոն ինչ սկսել ենք։ Սիրելի ժողովուրդ ջան, ես անընդհատ ուզում եմ, որ մենք հանդիպենք ու անընդհատ ինչ-որ ժամային չի հարմարվում։ Ընդհանրապես սիրում ես հարցազրույցի գնալ, ոդկասթի մասնակցել։ Անկեղծ ասեմ, չէ, իհարկե չէ։ Բայց կան մարդիկ, չեմ կարող մերժել, հատկապես քեզ հետ հանդիպելը շատ ու շատ հաճելի էր, հատկապես որ նայել եմ ծրագրերը ու իսկապես լավն էին։ Դրա համար իհարկե կա։ Ում Օսոլեմիոն ես նայել։ Վերջի Ավոյինն էլ նայեցի, մի փոքրիկ կտոր էր, շատ լավ, դե Ավորիկը ինքան լավն է։ Բայց այդ օրը ինքան հանգիստ էր։ Հա։ Հա, այդ օրը սենց լրիվ մի հատ ուրիշ Ավո եմ տեսել։ Շուշանին թեթև հատվածներ նայեցի, շատ լավն էր։ Գիտես, այս ոդկասթի լավ կողմերից մեկը, որ ես դեռ գոնե կարողանում եմ հրավիրել մարդկանց, ում շատ սիրում եմ։ Մերսի շատ։ Շնորհակալ եմ, այդ փոխադարձա շատ։ Ու մեկ-մեկ լինում է այնպես, որ ավարտվում է, հետո Արամին ասում, կարող է ասենց շատ ոնց որ իմ անձնական դրական վերաբերմունքը չափից ավել է մեջը, բայց հետո մտածում եմ հենց դրա մասին է, էլի YouTube-ը, որ քառակուսու մեջ չես։ Միանշանակ ազատ եւ կարող ես խոսել ամեն թեմայից, բոլոր թեմաներից կարող ես խոսելու։ Իսկ ինչու ոչ, կարծիքների բան, չէ, փոխանակվել կարծիքներով եւ այլն։ Այ դու այն մարդն ես, որ այն քառակուսուց հիմա լրիվ ազատության մեջ ես, այդ ամբողջ տրանսֆորմացիան անցել ես որպես հայտնի մարդ, որպես երգիչ, հանդիսավար, քեզ քո հոգուն, քո տեսակին ո՞րն է ավելի մոտ այն անցյալը, թե հիմիկվա ազատությունը։ Չէ, նու եթե տարբերակ անցյալը եւ հիմա, իհարկե հիմա։ Անցյալում դժվարություններ, հետո դե մեր մասնագիտությունը մի փոքր այդպես անցումային շրջան էր ապրում այդ ժամանակահատվածում, հատկապես 90-ական տարիներին, բաց տարիներ էին, դրանք դժվար էին եւ այդպես անցումային շրջան էր։ Հիմա արդեն կայացած է այս ոլորտը ու միանշանակ ավելի լավ ու ապսեի մեջ։ Այն ժամանակ ինչի հաշվիներ մարդ առաջ գնում ու այսօր ինչի հաշվին առաջ գնում։ Այն ժամանակ գուցե հեռուստատեսությունն էր միակ տարբերակն էր, որպեսզի հայտնի դառնալ եւ գործունեություն ծավալել, տեղեկացնել հասարակությանը հեռուստատեսության միջոցով։ Հիմա դե համացանցը այնքան շատ օգուտ տվեց այդ հարցում, որ բոլորն էլ այսօր կարողանում են հայտնի դառնալ բոլորը։ Եվ հեռուստատեսությունն էլ հաճախ անհատներից էր, չէ՞, կախված լինում որոշումը։ Երևի հա, բայց մեր ընտանիքում, մեր հարցում, մեր կոնկրետ հարցով մենք չենք ունեցել առասարակ խնդիր որևէ մեկի հետ։ Մենք արել ենք մեր աշխատանքը, պետք է եղել ցուցադրել են, պետք չի եղել չեն ցուցադրել։ Սամվել, ձեր մեջից քո ու Արմինե ով ավելի աշխատասեր։ Չեմ կարող այդ ասել։ Նու երևի թե դու ավելի լավ գնահատես կամ կնկատես մեզ համար։ Ես մինչև հիմա աշխատում եմ ու շատ եմ աշխատում։ Նույնիսկ հանգստի ժամանակի երազում եմ, երբ պետք է հանգիստ ունենամ։ Մի օր հանգիստ եմ, վայ, ինչ լավ անկերներից համակեմ խմեմ բաժակ բան սենցերի։ Այդ երջանկությունն է, որ միշտ լինում։ Շատ աշխատանքը ու Արմինեն էլ նոր երգեր, նոր ձայնագրություններ, տեսահոլովակներ, աշխատանք, Արմինեն էլ շատ աշխատում։ Իսկ դու կարողանում ես հանգստանալ, այդ մի օրը գալիս է։ Թե մեկը վտվտիկ ես չի ստացվում։ Երբ որ վտվտիկ եմ, հա, բայց երբ որ հավաքում ես սիրելի մարդկանց հետ նստում ես, մի երկու բաժակ էլ հա խմում ենք, բան, իհարկե փորձում եմ հանգստանալ, իհարկե ինքան լավ է։ Ցավոք սրտի իհարկե։ Ունեմ առանձին բնական դրա համար, երբ որ հավաքում ենք ընկերներով հավաքվում ենք ու
Լավ ժամանակ ենք անցկացնում։ Եթե դուք չունեք քեֆերի բնակարան, ես չգիտեմ։ Դիմեք ինձ, ես կարող եմ։ Այո։ Շատ հարցա, ձեզնից հետո հավաքում եք, թե կանայք պետքա գան։ Ու աշխատող կին կա իհարկե մաքրուի, որ անում է, բայց հիմնականում ես ինքս մաքրացել եմ, շատ կոկիկ եմ ու պետք է ամեն ինչ իդեալական պետք է լինի ամեն ինչ։ Դու տան այն ամեն ինչ նկատողն ես, այսինքն եմ սա իր տեղում չի։ Այն ինչ հա, բանց։ Վայ։ Հա։ Ինքս շատ բծախնդիր եմ այդ հարցը մաքրության։ Ձերոնց նյարդերի վրա դա չի ասում։ Բայց սովոր են արդեն մերոնք, նորմալ է։ Իսկ ով ամենաշատը բողոքում է, որ դե լավ ոչինչ, փոշյա էլ մի։ Ну հիմա դե իհարկե Նարեն այստեղ չի, Նարեն Միացյալ Նահանգներում է ապրում, աղջիկս ինքը ասում է դա պապկեր արպես թե լավ է բունա։ Բայց դե ես էլ այդ տեսակ մարդ եմ, չգիտեմ, ես շատ կարգապահություն եմ սիրում, հա, լիարժեք եմ սիրում։ Աղջիկներն են, չէ՞ կարող պապայի հախից գալ։ Կա տենց բան։ Հա, կա, իհարկե Նարեին շատ եմ սիրում ու Նարեի ասած ինձ համար միանշանակ իմ կա։ Հետաքրքիր է, որ հաճախ ես տեսնում եմ, որ կինը նույն բանը ասում է ու նույն բանը աղջիկն է ասում, լրիվ ուրիշ ձև են տղամարդիկ ընկալում։ Իհարկե, ինչ աղջիկն է ասում, ինչ կինն է ասում, կնոջդ կարող ես վիճել աղջկան ասես քո ասածն է։ Ոչինչ չունեմ։ Իսկ ամենաշատը ձերոնք քեզ քո որ գծից են բողոքում։ Երևի թե պահանջկոտ լինելը։ Օրինակ ինչ ես պահանջում։ Դե հակոստը պետք է լիարժեք կատարյալ լինի, այս մեկը պետք է սենց լինի, այս մեկը սենց պետք է լինի, ինչի ասադրված է այստեղ, ես արավոտ ունեմ իմ սուրճի բաժակը, հանկարծ համարձակվեն ուրիշ բաժակով սուրճ բերեն։ Իմ սիրած մոխրամանը ունեմ, դա պետք է լինի իմ մոտ, հատկապես արավոտները մի քիչ ավելի բան եմ սենց էլի, պահանջկոտ։ Դե որովհետև նաև ուշ ես չքնում։ Սովորել ես այդ գրաֆիկին։ Հա, ու լավն է այդ գրաֆիկը։ Երբ ես այսինքն Դե գիշերը կարող է 3, 4, 5, 6 նույնիսկ արթուն լինեմ առավոտյան, ու հետո քնեմ կոմպենսացնեմ այդ ժամանակը առավոտվա քնելուն։ Այսինքն դարձել ես բու, թե եղել ես։ Երևի, չէ, առաջին Ամերիկան, երբ որ գնացի առաջին անգամ Ամերիկայից հետո խախտվեց ամբողջ ռեժիմը, դրանից հետո եկա ու չկարողացա կարգավորել, այդպես էլ մնացի, բայց լավ է, որտեղ գիշերը ավելորդ մարդիկ քնած են։ Ես արթուն եմ։ Այ միջելոց գիշերային կյանքի հետ կապված այդքան շատ հանդիսությունների ես ներկա լինում, կա մի հանդիսություն, որը ամենատպավորիչն է եղել։ Դե քանի որ դրանք շատ են եղել, տպավորիչը իհարկե առանձնացողը շատ կան այդ տեսակի, իհարկե։ Դες ինչ չեմ խոսում ճոխությամբ, որովհետև համոզված եմ շատ հարսանիքներ ես վարել, որոնք, չգիտեմ, հոլիվուդյան ֆիլմերի բյուջեով են լինում։ Մի քանի միլիոնների հասնող դոլարի։ Հա, շատ հետաքրքիր ազգենք, բայց չէ, ամուսնացող զույգը, հա, տարբեր զույգերի հետ շփվում ես, իրանք քո համար տարբեր են։ Շատ տարբեր են։ Այլ լինում է ժամանակ, երբ որ հանդիպում ենք նախքան հարսանիքը, այդպես սցենարային հարցերով բան, այդ ժամանակ ամեն ինչ ինքան լավ է զգացվում։ Պարզ, իրանք սիրում են իրար, թե ուղղակի այդպես է ստացվել, որ պետք է ընտանիք ստեղծեն, թե պապան ավելի շատ ուզել, որ իրանք ամուսնանան։ Դա ամենը սա միանշանակ իհարկե կա։ Պապան, շատ ցավով եմ նշում։ տղայի պապան է հիմնականում։ Մոտավորապես մի 5-6 տարի առաջ ուրիշ տեսակ էր։ Փոխվեց շատ, հիմա նույնիսկ նայում ես ու հասկանում, ցավոք սրտի մեղասու, հա, ասեն, նույնիսկ զգում ես, որ իրանք երկար չեն ապրելու իրար հետ։ Ցավով, հա, դա նկատում ես։ Բայց կան նաև շատ լավ երեխաներ, լավ երիտասարդներ, որ տեսնում ես նույնիսկ իրանց ծերությունը իրար հետ։ Տեսնում ես նույնիսկ քանի երեխա կունենան իրանք։ Ինչքան բաժակ ես նայ։ Չէ, դու դա զգացվում է, ասել երևում է իրենցից։ 5-6 տարվա մեջ փոխվել է, այսինքն ավելի ինչ են դարձել։ Շատ հազվադեպ էր լինում, երբ ամուսնալուծություններ կային։ Հիմա ցավոք սրտի մի փոքր շատացել են։ Ճու հետաքրքիր պահ մտածեցի, որ դու ներկա ես լինում այդ ամբողջ ստեղծման process-ին ու որ լսում ես, որ ամուսնալուծվել են, երևի քեզ ավելի շատ մեծ ցավ եմ ապրում միանշանակ։ Նաև մեծ ուրախություն եմ ապրում, երբ որ դե արդեն մտերիմանում ես իրենց հետ ու այդ խոսքերը արհեստական խոսքեր չեն, իսկապես սրտանց մաղթանքներ ես իրանց ասում ու ցանկություն ունես, որպեսզի հետագայից էլ տեղեկություններ ունենաս։ Լինում է ժամանակ, որ նույնիսկ բալիկ են ունենում, զանգում են եւ ասում են, որ բալիկ են ունեցել, նույնիսկ հրավիրում են, գնում են, իհարկե։ Իմիջիայլոց ես հիշեցի, որ մեր հարսանիքին ես շատ էի ուզում, որ դու լինեիր հանդիսավարը ու դու երկրում չէիր։ Ինչ վատ։ Բայց կարելի է արծաթյա հարսանիք, ոսկե հարսանիք, sense բաներ կան, չէ։ Մենք անընդհատ մտածում ենք, որ այ հաջորդը Ես շատ մեծ հարգանք ունեմ նաև արաբի նկատմամբ, բայց որ շատ սիրուն հարսանիք կանենք ձեզ։ Ես շատ հուսով եմ, որ կգա այդ պահը, որ մենք բոլորս կուզենանք ու կունենանք այդ հավեսը հնարավորությունը նորից քեֆ անելու։ Մենք Լուիզայի հետ միասին կվարենք դրա։ Այ Լուիզային էլ եմ Լուիզան շատ լավն է։ Հրաշքա։
Ընդհանրապես տարբեր գործընկերներ ունես, հա, մեկը մյուսից տարբերվում է եւ կախված քո գործընկերուհուց փոխվում է վարելու ոճը։ Ոչ մի բան նմանություն չկա, ոչ մի նմանություն։ Տարբեր գործընկերները, Արի Լուիզայից սկսենք։ Վարում ես Լուիզա Ղամբարյանի հետ հանդիսություն։ Ոնց նա մուդը, վայբը, այս նոր բառերով։ Նախ Լուիզայի հետ շատ կանացիությունը, շատ հոգատարություն է, այդ ամեն ինչը խոսքի մեջ զգացվում է, ինձ դա այնքան հաճելի է աշխատել այդ տեսակ մարդու հետ։ Ну, ես ինքս այն մարդկանցից եմ, որ տարիներ շարունակ իհարկե շատ ժամանակ առ ժամանակ փոխվել են գործընկերները, Մերի Մակարյան կար դերասանուհի Միացյալ Նահանգներում, Մերին էլ շատ լավն էր, Մերի հետ աշխատելը այնքան էի սիրում, չես պատկերացնում։ Ну, հիմա Լուիզան, դե ինձ համար Լուիզան դա անկրկնելի է, բայց նաև շատ սիրուն հարսանիքներ լինում են մյուս Լուիզայի, Ներսիսյան Լուիզայի հետ, հա։ Մենք Ելենա Վարդանյան դերասանուհի ունենք ռուսական թատրոնից։ Այո։ Լալեչկան ընտիր, շատ հետաքրքիր, ինքնատիպ, յուրահատուկ տեսակի մեջ է։ Այսինքն մեկի հետ հումորն է շատ, մեկի հետ հանգստությունն է։ Փոխհարաբերություններն էլ անգամ օգնում են, որպեսզի հետաքրքիր եւ ինքնատիպ դառնա հարսանյաց հանդեսը։ Իսկ ինչպես է լինում, քեզ դիմում են դու նաև խորհուրդ ես տալիս քո գործընկերը ով կարող է լինել, հա։ Լինում է որ իրենք էլ ասում են զանգանում, մենք ուզում ենք որ դուք եւ Լուիզա Ղամբարյանը։ Իսկ եղել է այնպեսի դեպք, որ ասել են ուզում ենք դուք եւ ինչ որ X մարդ, որի հետ երբեք չես վարել, ու այն որ եղել է դեպք, որ չեմ ցանկացել վարել։ Հա, ասել եմ ներողություն, իհարկե չեմ կարող աշխատել։ Իսկ ամենատխուր հարսանիքը որն է եղել, որ քեֆ չեն արել։ Դե իհարկե Արևիկ ջան, այդ տեսակ հարցանիքներ ոչ հաճախ իհարկե, բայց լինում են, որ մարդկանց հետ արքիր չի, ընդհանրապես եկել են որպեսզի նվերը տան, իրենց հա տորտ կտրեն ու գնան։ Դա ցավոք սրտի երբեմն ոչ հաճախ իհարկե, բայց լինում է։ Բայց ամենատխուր հարցանիքը դա եղել։ Դա շատ տարիներ առաջ է, շատ վաղուց էր եւ նոր է այս ոլորտում, то есть հարսանեկան աշխատանքի մեջ նոր էի։ Հիշում եմ, որ Հարստոպեսան այդպես կանգնած էին, երբ որ արդեն իրենց կենացը խմեցի, ես սիրում բարեմաղթանքներ, իրենք պետք է արդեն իրենց գավաթներով մոտենան հյուրերին, այդպես պետք է կանգնած էին, ես իրենց երևի 5 մետր տարբերություն, նույնիսկ 5 էլ չէ, 3 մետր, հա, հեռու էի, ու լսեցի այս տեսակ արտահայտություն, որ աղջիկ ասեց սկզբից մերոնց ենք մոտենում, ոչ ծնոտ էին, տան ասեց մերոնց ենք մոտենում, աղջիկ ասեց մերոնց ենք մոտենում սկզբից։ Ես եմ դա լսում, որևէ մեկը չի լսում, չեն իմանում ինչի մասին է խոսքը, ու նկատեցի, որ հարսիրաշոյտակից չոր տենց ոտքով խփեց ոտքին, ասեց մերոնց ենք մոտենում, ես տղա փեսեն թեբից շարժեց, թե ինչ արեց բան, որ ախպերները եկան հարսի, ապտակեցին, մի հատ իրան մեկը մյուսին բան տենց, մեծ կռիվ սկսվեց։ Լրիվ մի կաթիլ մեղր է։ Մի կաթիլ մեղրի պատմությունը։ Մեծ կռիվ, սկսեցին երթել ու բաժանվեցին վերջացավ հարսանիքը։ Հենց հետո բաժանվեցին, հետո չգիտեմ ոնց եղավ, ինչ եղավ, բայց հետո դա շատ վատ տխուր ավարտ ունեցավ հարսանիքին։ Այսինքն եք արդեն Զաքսի արարողությունը։ Բոլորը տխուր էին բացի ինձանից, որովհետև ես փողերի նախորոք էի ստացել։ Հետևություն, փողերը միշտ նախորոք վերցրեք։ Արժանակ իհարկե։ Ու այդպես ես սպասեցի մինչև ինձ ասեցին դե վերջ։ Կարծում եմ ցանկացած զրույցի մեջ նաև շատ կարևոր է որքանով ես դու քեզ այդ պահին հարմար զգում, որքանով է հարմար քո հագուստը, բազկաթոռը, բազմոցը, որի վրա նստած ես։ Օրինակ հիմա ու այս շրջանում մենք նստում ենք Նատուցի բազկաթոռի վրա, Նատուցին իտալական ֆանտաստիկ բրենդ է, որը 30 տարի է մեկում ներկայացված է։ Նաև չեմ կարող չֆիքսել, որ իմ դիմաց է Կալիգարիսի սեղան, Կալիգարիսը ընդհանրապես սեղանների հարցում համար 1 է, կրկին իտալական բրենդ է եւ ունեն գիտեք ինչ սեղաններ, որ ցենց մեկ կոճակով ցենց վարկենական մեծանում են, փոքրանում են։ Շատ ուրախ եմ, որ կա հնարավորություն այս չեմ վախենա այդ խոսքից շքեղությունը ունենալ մեր տաղավարում։ Ես այս բազկաթոռը երկար եմ փնտրել, նստել եմ, վեր եմ կացել ու հասկացել եմ, որ այս բազկաթոռի վրա մեր զրույցները կլինեն ավելի սահուն ու հաճելի։ Իսկ ով այն ամենակեֆչի երգիչը, որ գալիս է ասենց բոլորը վեր են կանում բարելու։ Երգիչ, երգչուհի։ Մենք ունենք շատ հիմա, կստացի ասեմ, այդ ոլորտում կան Ինձ թվում է հենց այդ ոլորտում են ամենաակտիվները։ Շատ ընդունվում է լավ Ռազմիկ Ամյան, շատ լավ ընդունվում է Արկադի Դումիկյան, Արման Հովհաննիսյան, Էրիկ, Արամե, այ ինչ տեղավոր անուններ տվեցի։ Հիմա մտածելու ես ում անունը չտվեցի։ Չէ, դե հիմա չես կարող բոլորը հիշել, բայց չէ, լավն է, Տաթևն էլ, բոլորն էլ շատ լավն են։ Հիմիկվա էս։ Ընդհանրապես հարսանիքները ու այս կարգի հանդիսությունները այնքան սենց ինչ որ օրգանիկ
համերգների տեղը ինչ որ չափով լրացնում են, որովհետև հիմա որ նայես համերգները շատ ավելի քիչ են։ Քիչ են կազմակերպում, որտեղ այդ շքեղությունը, ճոխ մեծ համերգային ծրագիրը տեղափոխվել է հիմա ռեստորանում շատ սիրուն, մեծ ու շատ զարմանալի համերգներ է։ Գիտես ինչ էի մտածում, որ հիվանդանոցներում, չէ, բժիշկները, ովքեր ծնունդ են ընդունում, իրանք ասենց ականատես են լինում մարդու ստեղծվելուն, հա։ Դուք ականատես եք լինում բազում ընտանիքների սկիզբն եք տեսնում։ Դրա մի մասն եք կազմում։ Արի խմենք մեր հայ նոր ստեղծվող ընտանիքների համար, առաջարկում եմ խմել թարիրի փրփրունով։ Մի հատ կումարա ուզում եմ կարծիքդ լսել։ Անպայման կենաց ասելուց հետո թե կումանեմ հետո կենաց ասել։ Կումարային հետաքրքիր է կարծիքդ։ Ես ինքս գինի շատ եմ սիրում։ Այս փրփրունը ասենց քեզ շատ նմանացնելու է ֆրանսիական շամպայնին, որովհետև նույն ձևով է։ Շատ լավն է։ Շատ լավն է, չէ՞։ Հարսանիքների ժամանակ էլ չէ, հիմա շատ հաճախ, մինչև դահլիճ մտնելը սառը փրփրուն են հյուրասիրում։ Անպայման, հա։ Շատ դուր է գալիս դա։ Իհարկե լավ բան է դա։ Ես ուզում եմ միանամ այն խոսքերին, որ քիչ առաջ կողմից հնչեց, նորաստեղծ ընտանիքների համար։ Այն սիրուն հրաշք երկու երիտասարդները, որ անմեղ հայացքներով իրար նայելով ստեղծում են տուն, ընտանիք, որ ու հատկապես զգում ես, որ իրենց ստեղծած այդ ընտանիքում միանշանակ պահպանված են լինելու մեր ազգային ընտանեկան հին ու բարի մեր ազգին հարիր բոլոր ավանդույթները, հա, այդ ամեն ինչը սա զգացվում է։ Ու ես ուզում եմ երջանկություն մաղթել հատկապես այդ ընտանիքներին, ովքեր պահպանում են մեր փոփուշ սիրուն ավանդույթները եւ ընտանեկան եւ ազգային։ Դրանով մենք միանշանակ ուժեղ ենք, դրանով մենք համարձակ ենք, դրանով մենք օրինակելի ենք ամբողջ աշխարհի համար։ Այն հրաշք մարդիկ, ովքեր ընտանիք են ստեղծում, հա, իրենց սիրո արդյունքում, ես ուզում եմ իմ խորհուրդը, իմ հորդորը շատ բալիկներ ունեցեք, որտեղ եթե դուք իրար սիրում եք, սիրո պտուղը միշտ շատ լավն է լինելու։ Միանշանակ այդպես է, չէ՞։ Սիրո պտուղը սիրո արդյունքում ծնվածը եւ խելացի է, եւ սիրուն է, եւ պիտանի մարդ է լինում։ Չէ՞։ Ապրես շատ։ Մենք մի հատ էլ խմենք դա։ Իսկապես լավն է։ Լավն է, չէ։ Քո ասածին ի հավելում, գիտես միշտ ինչ եմ մտածում, որ եթե մենք լինեինք շատ, միգուցե ամեն մեկիս տեսակը այդքան կարևոր չլիներ։ Միգուցե ամեն մեկիս այդ ազգապահպան, ավանդույթապահպան լինելը այդքան կարևոր չլիներ, բայց այս դեպքում մեզնից ամեն մեկը, թե որպես անհատ, թե որպես ընտանիք, ունի այդ պատասխանատվությունը պահելու ու շարունակելու։ Գիտես, մենք անընդհատ այդ մասին երբ որ խոսում ենք, միշտ ասում ենք շատ բալիկներ ունեցեք, շատ երեխաներ։ Չեմ կարծում որ Չինաստանում կամ Հնդկաստանում նման բան մեկը մյուսին բախտում, հա։ Այդ մեջ քիչ լինելու պատճառն է դա իսկապես, հա, որովհետև երբ որ երեխաները ծնվում, երկու երեխա է ծնվում, ասում են, ախր քիչ է։ Չէ՞ որ երրորդը Բայց այնքան լավը սկսել են շատ ունենալ։ Նկատել ես։ Դե հա, մի քիչ մի փոքր տարբերություն կա, բայց կարծում եմ որ շուտով ավելի լավ կլինի։ Մեր ոլորտի մարդկանց հետ շփվելով ես չեմ կարողանում պատկերացնել, որ արդեն այդքան ճանապարհ մենք անցել ենք միասին։ Կարողա ոչ հաճախ իրար տեսնելով, բայց այն որ սենց հաստատ անընդհատ ինչ որ մի ձև իրարից տեղյակ լինելով։ Հատկապես այն հին ու բարի տարիները Dark Salbeck հերոստայքերություն ինչքան լավն էին, ինչքան ազնիվ էին, ինչքան փոփուշ էին։ Անպայման տեղել ենք հետ գնալու եւ ամեն անգամ իմանալը, որ դու պապիկ ես, այդ գիտես ոնց այն, որ սենց ամեն անգամ նորովի, ոնց որ առաջին անգամ սենց զարմանում ես, վեր ես դեռնում եւ այլն, ինչքան ուրիշ էր, այն ժամանակ տատիկ պապիկները ինչքան ուրիշ էին ու հիմա ինչ որ մի բան դա քո մեջ փոխել է, որ ես արդեն պապիկ եմ, չգիտեմ։ Բացարձակապես, Արևիկ, բացարձակապես չի փոխել ոչ մի բան։ Հա, ես նույնիսկ մտածում եմ, որ հեսա իմ թորնիկս, որ Միացյալ Նահանգներում է, հեսա որ մի քիչ մեծանա, իր այդ կլուբեր ենք գնալու, parallel բան։ Դուք ես տարիք չեմ զգում, տարիք անձնագրի մեջ է, միայն հա, բայց այդ բանը կա, իսկապես, երբ որ ճանաչում ես շատ վաղուց մարդուն, ինքը ոնց կարա պապի լինի կամ տատի լինի, այդքան մեծացել են։ Իհարկե դա կա, բայց դե մեկ էլ գիտես որն է, այն որ մենք իրար մասին բոլորս խոսում ենք, չէ, աղջիկ, տղա։ Ու ես հիշում եմ, որ մերոնք էլ մեկի մասին աղջիկ տղա էին ասում, բայց ես նայում եմ, տեսնում եմ մեծ մարդ է, ասենք։ Կամ ասենք մեծերով 60 տարեկան մարդիկ նստած են, երեխեք։ Երեխեք։ Լսի, իսկ քո կնոջ նյարդերի վրա մեկ-մեկ ասում այն, որ դու այդքան վտվտիկ ես։ Դե արդեն սովորել է, որովհետև նախ երբ որ մենք ամուսնացանք, մենք շատ փոքր էինք, երիտասարդ էինք շատ, ես 19 տարեկան, ինքս 17 տարեկան, հա։
Փոքր երեխեք էինք։ Նո մեր տան օրենքներով դաստիարակվեցինք, մեծացանք միասին ու այդպես ձևավորվեց մեր ընտանիքը։ Իմ այս անընդհատ շարժի մեջ լինելը արդեն նորմալ երևույթ է իրար։ Նորմալ։ Բայց ինքը ավելի հանգիստ է։ Ինքը ավելի հանգիստ է։ Ինքը ավելի տուն, հանգիստ, ցենց ըստ կարգի դու այդ գնալ-գալ եւ այլն։ Ունեմ շատ լավ կին, ինձ իսկապես շատ լավն է ու իսկապես մեծ հզոր ուժ է իմ թիկունքային ինձ համար, որովհետեւ առանց իրից ոչ մի բան չի կարող անել։ Բացարձակ ոչինչ չի հասնի։ Ինչով կարող ես շատ ուրախացնել կնոջը։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Նու յուրաքանչյուր օրը մեզ համար ամեն ինչ շատ լավ է, դու փարկասու ոչ մի խնդիր չունենք։ Ինչ-որ վերաբերմունք, նվեր։ Դե մանր բաները, նվերը, չգիտեմ։ Բայց ինչի՞ է այդ դեպքում քով ասում կանեք։ Նվերը որտեղ հաճախ է լինում։ Այո։ Դրա համար սովորական երևույթ է դա։ Դու ասեք ծաղիկներ կամ նվեր ինչ որ բան, դա նորմալ է, իհարկե պետք է այդպես էլ լինի։ Ես ասեմ, Սամվելը նաև եկավ մեր տաղավար, ինձ բերեց գեղեցկագույն ծաղիկներ։ Հա, շատ։ Դա ծաղիկան նվերը եւ դա նորմալ երևույթ է։ Իսկ ինքը քեզ ինչով կարող է ուրախացնել։ Իր առողջությամբ։ Բա ինչ հետաքրքիր բան ասեցիր։ Հա, ինքը առողջ լինի ինձ համար արդեն մեծ երջանկություն է։ Խոսացող ես դու, կիսվում ես, այն ամենակարևորը Հա, մասին։ երբեմն շատ ավելի շատ կարևոր բաներ կան, որ պետքա չասվի այդ դեպքում։ Ես էլ ասում, բոլորին թե կոնկրետ մարդ կան։ Կոնկրետ մարդիկ կան։ Ով այն ամենան։ Ընկերներս։ Մեկ էլ Նարեն, աղջիկաս հետ կարող եմ լիարժեք կիսվել ամեն ինչի մասին։ Բայց ընկերներ էլ ունեմ շատ լավ որ։ Ես չեմ հասկանում, որ մարդիկ չեն խոսում, մարդիկ կան, որ չեն կարողանում, գիտես։ Այդ ամենավատ բանն է, չի կարելի վեկանեսից անել, հատկապես վատ թեմաները, վատ նեգատիվը։ Չանես կմնա մեջ հիվանդություն կդառնա։ Բառը մեր հայկական շատ ճիշտ է, որովհետև դու իրոք իմ մոտ տպավորություն է, որ քո անհանգստությունը կիսվում է այդ ժամանակ։ Կիսվում է, իհարկե, միանշանակ, կեսը դուրս է գալիս միջից։ Հա, հաստատ դուրս է գալիս, բայց մարդիկան ուղղակի իրենց դա չի տրվում։ Հետո գիտես, տարօրինակ բան ասեմ, բոլորը չեն, որ ունեն այդ ամենաներին, որ գիտեն ինչ ասեն, ոնց ասեն, ոնց որ հետո չեն ապսոսա։ Երբեմն գիտես, մի քիչ կարող է բան հնչի, երբեմն նույնիսկ գնում եմ եկեղեցի, այստեղ եմ սկսում կիսվել խոսել։ Հա, միանշանակ իհարկե։ Ամեն անգամ մաման մեզ ասում էր տանից դուրս գալուց, առանց աղոթք անելու տանից դուրս չգաք։ Ինչ ես ասում։ Միջև հիմա, միջև աղոթքը չանեմ։ Երեխեքներ պարտադիր։ Նույնիսկ փոքր Ժիրոն հայ իմ թորնիկս Միացյալ Նահանգներում աղջիկս էլ նույնատիպի նկարդրել է Շրեմին դպրոց գնալուց առաջ անպայման խաչակնքում աղոթքանում էր գնում։ Շատ ես գնում մամայի մոտ։ Էլի ամեն ինչ կապված է ժամանակից, եթե ստացվի ավելի հաճախ լինեմ, շատ ավելի երջանիկ կլինեմ։ Եղել է իհարկե։ Եստել եմ մամայի հետ խոսել եմ, զրուցել եմ, պատմել եմ վերջին նորությունները։ Ոնց պապա ես ու արդյոք տարբեր ես աղջկա ու տղայիդ համար։ Երկուսն էլ շատ սիրում եմ, չէ, տարբերություն չկա բացարձակապես։ Նո տղայիս վերաբերմունքը դեպի տղաս մի փոքր ուրիշ է, որովհետև իմ գեներ շարունակողն է, իմ ազգանուն շարունակողն է, մեր ընտանիքի ավանդույթները շարունակողն է, հատա Չնայած որ նորից նույնպես, հա, մեր ընտանիքի ավանդույթները նույնիսկ Միացյալ Նահանգներում ամեն ինչան պահպանված բան, բայց դե, չգիտեմ, աղջկաս եմ շատ սիրում, տղայիս էլ շատ, ոչ մի տարբերություն։ Իսկ խառնվող ես, ինչ որ ընտանիքի մեջ կամ հա, իրանց ընտանիքների մեջ։ Կարա գա մի պահ, որ դու ասես ես արդեն պետքա միջամտեմ։ Չէ, երբեք չի եղել նման բան ու փառքտիրոջի որ չի եղել, չեմ էլ կարծում կլինի, որովհետև երկուսն խելացի են, երկուսն շատ լավ դաստիարակված են, իրենք շատ լավ գիտեն ամեն ինչը եւ կարմիր գծերը գիտեն ամեն ինչից տեղյակ են։ Իսկ այն հայկական, չգիտեմ, թորների անունները։ Վերջերս մեզ մոտ բառը լավը չի հայերեն թարգմանված սերատոն կենտրապարտեի մասին խոսքը։ Սերատոնը կոչվում։ Սերատոն, այո, ոնց որ դեղը լինի, չէ։ Կամ հորմոն։ Այդ բանը կենտրապարտեի արեցինք տղայիս համար։ Հա, դե իհարկե ամբողջ ընտանիքը ու տղաս էլ հարսիկիս հետ միասին, որ տղայա, Սամվելիկն է լինելու, Սամվել, բոլորը ցենց ուրախացել են։ Ճիշտ ասա, դու էլ էիր ուզում Սամվելը ծնվեր։ Դե ինձ համար միևնույնն է, կարևորը որ լավ բալիկ լինի, առողջ բալիկ լինի, Աստված ինչ պարգևեց դա էլ մեր միանշանակ մերն է։ Բոլորս ուրախացած ասում ենք, ոնց մեկ էլ որ փչեց այդ ամենը կարմիր գույն եղավ, հասկացանք որ աղջիկ է։ Շատ ուրախացանք։ Անունը որոշեցիք։ Իրենք են որոշել, ես չեմ խառնվում, իրենք են որոշել մոտարապես Մագդալինա։ Օ, Երևի։ Դե 1.5 ամիս կա կարծում երևի չի բացառվում փոփոխություններ լինի։
Սամվել դու ինչպիսի ընկեր ես։ Երևի լավ, որովհետև լավ ընկերներ ունեմ։ Իսկ ցուցակը միշտ նույնն է։ Եղել, մնացել։ Ժամանակների ընթացքում ժամանակ առ ժամանակ իհարկե կա էտապ, հա, ժամանակահատված, որ այդ անձի հետ կոնկրետ մտերիմ ես շատ ավելի լինում, հետո ինչ-որ բաներ փոխվում է, չի վատանում, փոխվում է, դե կյանքը ուրիշ տեսակ է, ընթացքը գնում, փոխվում են նաև մարդիկ, բայց ունեմ ընկերներ, ոնք 20, 30, 40 տարվա ընկերներ են։ Իսկ կորցրել ես Այո, քեզ շատ հարազատ մարդ, հա։ ֆիզիկապես չէ։ Չէ, ֆիզիկապես չէ։ Կորցրել, իհարկե։ Կյանքի թողուկոհի մեջ, այո։ Բայց ես համարում եմ ես ինձ լավ ընկեր, որովհետև իմ կողքի ընկերները լավն են։ Եթե ես լավ ընկեր չլինեի, իրենք իմ կողքը չեն լինի միանշանակ։ Իսկ իմ կողքը կրթված, գրագետ, խելացի, լավ ընտանիք ունեցող, շատ կարևոր է ինձ համար։ Լավ ընտանիք։ Եթե ինքը ընտանիքում իր մոտ ամեն ինչ բարյադը կա, ամեն ինչ իսկապես շատ լավ է, ուրեմն ինքը չի կարող ապարտ լինի։ Դա ինձ համար կարևոր է։ Իսկ դու թե ընկերների հարցում, թե հարազատների ճիշտ ասող ես, թե մի քիչ խնայում ես։ Մի քիչ կխնայեմ։ Դու կխնայես, հա։ Իհարկե։ Դե եթե իսկապես շատ նենց իրավիճակ լինի, որ պետք է ասել դա, միանշանակ կասեմ։ Բայց հա, Իսկ հակառակից եթե գանք ով է քո հերոսը, ով է այն մարդը, ում կարծիքը քո համար շատ կարևոր է։ Ցավոք սրտի այդ հերոսը հիմա երջանկայի հիշատակը խոսքը մամայիս մասին է։ Մամաս շատ լավն էր։ Մաման ինձ համար իսկապես ամենալավ կինն էր աշխարհում, ամենագեղեցիկ կինն էր, ամենաուժեղ կինն էր, ամենախելացի կինն էր։ Մաման ուսուցչուհի էր դպրոցում, դասավանդում էր ռուսաց լեզու ու գրականություն։ Ու մեր ընտանիքը դեռ պատճառով մի փոքր պես ռուսախոս ընտանիք էր։ Մաման ինձ համար եղել է ամեն ինչ, ամենակարևոր ու ամենալավ մեծ մարդը աշխարհում, փոքր տարիքից։ Իհարկե ցավով եմ նշում, որ մաման ու պապան առանցին են ապրել, մենք մամայի հետ ենք ապրել, այդ երկու բանը չեմ ստացել, մեկն եմ ստացել։ Բայց պապայի հետ կապը կար։ Քիչ, վերջին 1 տարին էր, որ կապը շատ ավելի հաճախ էր լինում կապը, տեսնում էինք ու ցավով։ Իսկ ինչի շնորհիվ այդ վերջին 1 տարվա ընթացքում։ Երևի թե ես խելացի դարձա մի փոքր։ Բայց ես շատ լավ բան արեցի։ Իրենք առանցին էին ապրում, պապան Շիրիմա Էջմիածին քաղաքում էր։ Երբ որ մենք արդեն տեղափոխվել էինք Երևան, այստեղ էինք ապրում ու տարիներ հետո իհարկե մաման եւս հրավերք ստացավ այն աշխարհից, մամայի թաղման արարողություն անելուց հետո ես պապայի Շիրիմա տեղափոխեցի Էջմիածնից Երևան։ Այստեղ կառուցեցի իրենց գերեզմանը, որպեսզի իրենց բաժանությունից հետո, իրենց մայից հետո գոնե իրար հետ լինեին։ Երկուսն էլ չէին կազմել ընտանիք։ Ոչ մի։ Ես գիտեի, որ իրենք շատ սիրում էին իրար, շատ։ Չէր ստացվում, որպեսզի այդպես կապ լիներ։ Գուցե մենք էինք փոքր, չէինք հասկանում, որ մենք կարող էինք նպաստել այդ ամենին։ Բայց իրենց մայից հետո ես կարողացա իրենց միացնել։ Այն ժամանակ ավելի քիչ էին ամուսնալուծությունները, ինչ էր բնավորությունների անհամատեղելիություն։ Գուցե անհամատեղելիություն էր, գուցե եւ մի փոքր ալկոհոլն էր, ազդեցիկ էր շատ այդ ամեն ինչը, ոնց էր հարմարվում գուցե։ Բայց սեր կար, միանշանակ կար սեր։ Ու երբեմն ժամանակ առ ժամանակ ես ինձ տենց մենք սիրոպատուղ ենք, չէինք կարող այդպես չլիներ, որովհետեւ շատ լավ հիշում ենք այդ ամեն ինչը։ Ամենալավ հիշողությունդ ո՞րն է, ասենց մանկությունից ո՞ր պատկերն է գալիս։ Երբ որ առաջին անգամ պապիկս ինձ տարավ դպրոց։ Սեպտեմբերի 1։ Հա, սեպտեմբերի 1 երկու քույրերս Արմինեն ու Հասմիկ ռուսական կրթություն ունեին Էջմիածին քաղաքում այդպես դպրոցում։ Պապիկս ասաց. «Ոչ, իմ տղան պետք է հայկական կրթություն ստանա»։ Ու այդպես էլ եղավ։ Ու ես տենց ուրախացել էի։ Ինչ որ ծաղիկներ էր ճմրթված, կիսա ճմրթված հիշում եմ։ Ձերքս բռնած ուրախ սենց դպրոց գնացի։ Իսկ էս կարևոր էր, որ պապան կարևոր առիթներին քո կողքը լիներ։ Շատ կարևոր էր, բայց նո կարևոր առիթները իհարկե պապայի մայից հետո են եղել։ Որովհետև մենք հարսանիք չենք կարել իմ տիկնոջից հետ սուսուպուս ու հնարավորությունների սեղմվածության պատճառներ երևի թե իրենք էլ մենք էլ տենց ինչ-որ միասով են։ Սամվել, իսկ այդքան տարի անց պապային վերագտնելու արդյունքում խոսում էր իր հետ ամենակարևորի մասին, թե չէ։ Ցավը նրանումն է, որ ես այդ բառի, պապա բառի կարոտը միշտ ունեցել եմ, որովհետև քիչ եմ օգտագործել այդ բառը։
երբ որ 10-11 տարեկան երեխայի իրենք ամուսնալուծվեցին, կապը կտրվեց բնականաբար ու քիչ արտասանել այդ բառը։ Քեզ անսովոր է, թե ուզում էիր շատ ասել։ Ուզում էի։ Իսկ այդ վերջում օրինակ ասում էիր, պապ, ինչի օրինակ սենց չարեցին, թե արդեն Չէի ուզում այդ Չէի մասին ուզում խոսել, ցավացնել։ չէի ուզում ցավացնել, որովհետև հատկապես որ վերջին տարին մի փոքր վատառող չէր, ավելի շատ ես նույնիսկ զարմանալիորեն անընդհատ պապա մի նախադասության մեջ 10 անգամ կարող է պապա ասել, որովհետև այդ բառի կարիքը կար, ցանկություն կար։ Պապան լավն էր շատ։ Ու այդպես ճակատագիր է։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Աշխարհում ինչ process-ներ ուզում ա տեղի ունենան, մենք թելով մեր երեխեքի ու մեր ծնողի հետ Դրա համար հիմա որ հարսանիքներ են բարում ու ես հետո տեղյակ եմ լինում, որ իրանք իսկապես ամուր ընտանիք են ստեղծել ու երջանիկ են այնքան եմ ուրախանում, որի կարիքը մենք ունեցել ենք փոքր ժամանակվանից։ Մի քիչ հուզիչ ստացվեց, չէ՞։ Շատ ես հա, շատ մտքերով ընկա։ Գնալով անցյալ, այդ երևի ես ոլորտի սկիզբն էր, ճիշտ եմ ասում այն տարիները։ Հա, իմ սկիզբը եղել է դա 91 թվականին։ 91 չէ, ավելի շուտ ենք գնում։ 91 Արթուր Գրիգորիչը այո շոու տենց ինչ-որ բաներ փառատոներ կազմակերպում, մասնակցում էին երիտասարդ կատարողներ, այդտեղ առաջին քայլս էր բեմահարթակ։ Բայց Արմինեի հետ։ Չէ, Արմինեն որպես դերասանուհի էր, դեռ չէր երգում Արմինեն։ Ես սկզբում տենց որպես երգիչ ներկայացա, մի 2 տարի հետո արդեն Արմինեն արդեն սոլո կարիերա որպես։ Դուք այդ ժամանակ Էջմիածնում եք ապրում։ Չէ, արդեն տեղափոխվել էինք Երևան։ Ինչու տեղափոխվեցիք։ Կատակով մի անգամ ասեցի նորից կրկնեմ, Էջմիածնից Երևան 30 կոպեկ արժեր ավտոբուսի տոմսը։ Ունեի 30 կոպեկ, եք աստեղ ու էլ փող չունեի, որ հետ գնայի, ստիպված մնացի։ Լավն էր։ Քո կյանքի այս կարիերայի ամենամեծ հաջողությունը ի՞նչն է եղել, ով է եղել։ Ամենամեծ հաջողությունը իմ կյանքում կարիերայի մասին է Այո։ խոսքը։ Օ։ Չգիտեմ։ Երևի ես ինքս։ Հա։ Աշխատասիրությունը, շատ աշխատել։ Ես ոչ միայն համերգային ծրագրեր, բան, ամեն ինչ արել եմ ինքը։ Դու հիմա չես երգում։ Հիմա չեմ երգում, բայց ես ամեն ինչ բոլոր տեսակի աշխատանք արել եմ, ասենք, կային ասում են, ախր ապահոված ես նորմալ է, ինչի ես ակումբում աշխատում։ Ախր ասում չեմ կարող ես չաշխատել։ Էական չի։ Ամեն օր քիչ առաջ այդ մասին էինք խոսում։ Ամեն օր ժամը 7-ից 8-ը, եթե ես աշխատանքի չգնամ, տան մեջ եմ պատտվելով գնալ գալ, էներգիան թափել դուրս, հա, չեմ կարող, իմ աշխատանքն է։ Դա նյութականի հետ առասարակ կապ չունի։ Իմ մասնագիտությունն է, ես ինձ համարում եմ առայժմ երիտասարդ ու ես պետք է աշխատեմ։ Անկախ ամեն ինչից, որտեղ ես աշխատում, բեմահարթակ կա, մի փոքր բարձր տարածք կա, ուրեմն աշխատում եմ։ Երբեք չեմ առանձնացրել, ես դա չեմ անի, որովհետև ոչ, ամեն ինչ կարող եմ անել։ Իմ մասնագիտության շրջանակներում բոլոր աշխատանքները իրականացրել։ Եղել է դեպք, որ անհանգստություն շատ մեծ է եղել բեմ դուրս գալուց առաջ։ Գուցե երիտասարդ տարիների ժամանակ հա, բայց հիմա այնքան ես ինձ ավելի լավ ու ավելի փափուկ եմ զգում բեմում, քան կյանքում։ Արտուր Գրիգորիչի թեթև ձեռքով, հա, սկսվեց պատմությունը քո։ Հետո արդեն ես հիշում եմ Արդինի դար 21 ինչ-որ sense բաներ եմ հիշում, օպերակում։ Արթուրի առաջին անգամ բեմահարթակ դուրս գալ, որպես երգիչ արդեն ներկայանալ Արթուրի, հետո ինձ գողացավ տարավ Նադեժդա Սարգսյանը։ Հայեր համույթ։ Դու հայերում կայր, չէ։ Իհարկե։ Վայ, սամվել մոռացել էի։ Գոգան, Արմինկան, ես ու Նադյան։ Այս 4-ս ենք։ Մենք ամբողջ աշխարհը պատտվել ենք համերգներով։ Ժամանակ որպես երգիչ էի եւ հաղորդավար չէի։ Հետո արդեն որպես հաղորդավար ու հետո Արդինիի տարիները, որովհետեւ այն տարիները ամենաակտուալն էին, հա, այդ Արդինին, Արդինի, դար 21 եւ այլ դրանք ամենաերիտասարդական, ամենաժամանակակից, ամենաերաժշտական ալիք ու այդպես։ Հետեղից էլ Դու օպերա ակումբում էիր, բարում ճիշտ եմ, չէ, հիշում։ Ինչ հետաքրքիր է, հիմա այնքան ամեն շատ է ու արագ է, օրինակ այս ժամանակ կար օպերա ակումբը, չէ, ու մենք բոլորս գիտենք ովքեր են երգում օպերա ակումբում, ով է վարում եւ այլն։ Կամ կար նույն դար 21-ը, ես հիշում եմ, որ դար 21-ը ստեղծվեց, առաջին հաղորդավարն էի ես ու ես 2 ժամ ուղիղ եթերում էի ու դուրս եկա ու ոչ թե դա ինձ մենակ թվում էր, որ ինչ որ փոխվել է։ Իրոք ես որոշակի հայտնիություն ձեռք բերեցի 2 ժամվա ընթացքում։ Ես միջև որս հիշում եմ քեզ դար 21 հեռուստատեսությունից, բայց դու երիտասարդ էի, չէ, 17-18 տարեկան էի, այո։ մենք լավագույն տարիներն էին։
չպտամ աղջիկից։ Ու վեկասպեք ինչ լավն արևիկ, ինչ լավ։ Ինչն ես կարոտում այդ ժամանակվա Երևանի։ Մարդկանց ինքան լավ մարդիկ կան, որ ցավոք սրտի այսօր չկան, կան, որ ֆիզիկապես չկան, կան նաև, որ ցավոք լքել են Հայաստանը, այստեղ չեն։ Դրանք կան մարդիկ, որոնք այցեքարտը ոնց որ լինեին Երևանը, մենք հետևում էինք իրար, ինչ են հակել, ինչ են խոսում, ինչա ծխում, ոնց է խոսում, ուր է գնում ի վերջո։ Դրանք կարևոր մարդիկ էին, շատ քաղաքի անիվը պատտացնողներն էին, որոնք ցավոք չկան այսօր։ Գիտես նաև ինչն եմ հաճախ ֆիքսում, որ այն ժամանակ կային մարդիկ, ում հետ նույնիսկ շփվելու ընթացքում լավ զգաստանում էիր։ Քանի որ ես միշտ վերցնում էի հարցազրույց ինձնից տարիքով մեծ, շատ հայտնի, իրենց գործում հաջողությունների հասած արվեստագետներ, ես հիշում եմ, որ ես շատ լուրջ էի մոտենում, նույնիսկ այդ նախնական զրույցը, որ 5 րոպե պետքա ես ունենայի ներկայացնեի թեման։ Հիմա իր լավ ու վատ կողմերով այնքան այդ սահմանները չնջվել են, ասես բոլորը իրար հետ չեն, նույն sense հանգիստ այդ շփման Արժեքները շատ լավն էին այն ժամանակ։ Ինքան կարևոր բաներ կային ավելի, որ հիմա մի փոքր ավելի։ Գիտես, ես մտածում եմ, որ համացանցն էլ շատ փոխեց ամեն ինչ։ Իհարկե։ Կյանքի տեսակը, ձևը, որակը փոխեց ուրիշ կերպ դարձավ։ Այն ժամանակ լրիվ ուրիշ էր։ Իսկ համացանցի հետ ոնց ես, ինչքանով ես օրգանիկ, ինչքանով ես ինքդ այդ ամենը տեղադրում, թե երազում եմ, որ հերո լինեմ, ինչքան հերո, այնքան լավ։ Նու աշխատանքի բնույթից չեմ կարող իհարկե շատ հերո լինել, բայց ինչքան հերո, այնքան լավ։ Նույնիսկ երազում եմ գնամ գյուղ, անջատեմ հեռախոսը լրիվ ու վայելեմ։ Բայց ցավոք այսօր գրեթե բոլոր մասնագիտություններում շատ կարևոր դեր ունի համացանցը։ Ես ամենաշատը նեղվում եմ, որ տեսնում եմ լուրջ օրինակ բժիշկներ են, բայց պետք է իրանց էլ պետք է այդ էջը լինի, ինչ որ կոնտենտ ապահովեն։ Միանշանակ, իրենց էլ պետք, մեզ էլ պետք շատ հետևել ամեն ինչին ու տեղեկատան։ Արագ մի բան ասեմ եւ վերադառնանք զրույցին։ Ձեռք բերեք 8 եւ ավել կիլովատը զորությամբ արևային կայան եւ ստացեք նվեր, եթե ձեռք եք բերում իհարկե Իտալ Սոլարից եւ ստացեք նվեր 2 վահանակ։ Դա նշանակում է տարեկան 88000 դրամի հոսանքի նվեր Իտալ Սոլարի կողմից։ Զանգահարեք 8128 ամեն ինչ կպատմեն, կբացատրեն։ Ինչ երազանք ունես։ Քեզ իմանալով բոլորս գիտենք դու ինչ հայրենասեր ես ու ինչ երազանքներ ունես Հայաստանի հետ կապված, այդ մենք գիտենք, ով որ քեզ մի գրամ ճանաչում է, այդ գիտի։ Իսկ տենց անձնական փոքրիկ այդ քո աշխարհի երազանքը։ Անձնական, որպեսզի առողջ լինենք երևի, ընտանիքի անդամները առողջ լինեն, զավակներս նպատակների իրականացում լինի իրենց մոտ, իրենք էլ բնականաբար։ Հատուկ երազանք, չգիտեմ, մի կղզում ունենամ խրճից։ Չէ, տենց նյութական ոչ մի բանի հետևից երբեք չեմ ընկել։ Ամեն ինչով ապահովված եմ ներողություն, խնդիր չունեմ առասարակ։ Կուզեմ լավ երկրում ապրեմ, առողջ երկրում ապրեմ։ Վստահ ու համարձակ ոտքս դնեմ գետնին։ Կուզեմ այստեղից ուրիշ տեղ չգնամ ստիպված։ Կուզեմ, որպեսզի ստիպված ուրիշ աշխատանք չիրականացնեմ։ Ուզում եմ, որպեսզի ապրեմ իմ քաղաքում, իմ Երևանում, ուզում եմ իմ մասնագիտությամբ աշխատեմ, իմ ընտանիքում սեր ու խաղաղություն լինի։ Երկրումս էլ լինի հանգստություն, խաղաղություն։ Երևի մինիմալն է, որ քո մասնագիտության դեպքում նաև շատ մեծ դեր ունի արտաքին տեսքը։ Այ դու որպես դասական հայ, ինչքանով ես կարողանում կամ ինչքանով է քեզ կարևոր, չգիտեմ, դեմքս ուշադիր լինեմ, մաշկս, հագուստը, ոնց ես այդ արտաքին տեսքի։ Գիտես համերգների, նույնիսկ հարսանիքների եւ մեծ միջոցառումների դեպքում ինձ հետ աշխատող թիմ կա, եւ հնչյունային ռեժիսոր, եւ PR մենեջեր, եւ կոստյումեր, հա, եւ այսինքն դուք միասին եք լինում։ Հա, միանշանակ գրիմյոր բան, իրանք այդ ամեն ինչով զբաղվում են։ Ես ամբողջությամբ վստահ եմ։ Հագուստը իրենք են որոշում։ Կոստյումեր աղջիկ կա, որը զբաղվում է, պատրաստում են, բերում են, կանխում են։ Ես քեզ միշտ տեսնում եմ ու պատկերացնում եմ շատ դրական ու քեզ ասեմ, որ մարդկանց մեծ մասը, եթե ոչ բոլորը, քեզ հենց այդպեսին են պատկերացնում։ Դա շատ եզակի հաճելի բան է, բայց երբ դու շատ բարկացած ես, դա ինչ է, ինչի՞ց է լինում, ո՞նցն ես լինում։ Չեմ ցույց տալիս, առանձնանում եմ։ Լինում է դեպքեր, իհարկե, լինում է, նեղացնում են կամ նեղվում եմ կամ բարկանում եմ։ Երբեք չեմ լեզվակռվի մեջ չեմ մտնում երբեք որևէ մեկի հետ, դա տենց բան երբեք չի եղել։ Երբեք։ Լուր
դու ճիշտ ես, ես գնացի, վերջ։ Ու էլ երբեք չեմ տեսնի իրեն։ Նաև ամենամտերիմների հետ, որովհետև երբեմն ամենադժվարը մտերիմի հետ չվիճել։ Մտերիմների հետ շատ քիչ ա եղել նման դեպքեր, որ ասեք այդպես որովհետև դե իրենք էլ ինձ լավ գիտեն, ես էլ իրենց լավ գիտեմ, մաքսիմումն էլ մինիմումն էլ ամեն ինչից տեղյակ են։ Բայց երբ որ երբեք ոչ մի լեզվակռիվ տենց բան չի կարող լինել։ Նույնիսկ ինքը վիրավորանք հասցնի չեմ պատասխանում։ Կնոջդ հետ էլ։ Չէ, կնոջս մեր ընտանիքում նման բաներ չի լինում։ Մենք շատ լավ Չէ, ինչ որ մի բան, որ սենց կոնֆլիկտային թեթև իրավիճակ, չէ։ Չի եղել։ Դու կարող ես թեթև ինչ որ առօրյա կամ կենցաղային ինչ որ թեթև բան, բայց ուշադրություն չեք դարձնում։ Ես հիշում եմ, որ կար ժամանակ, որ Արմինեի հետ տարակարծիք եք։ Այդ ժամանակ էլ էր լուր։ Չէ, այդ ժամանակ մի փոքր հումորի էի վերածում, որտեղ Արմինեն ինձ համար աշխարհում ամենաթանկ ու կարևոր մարդն է, մարդկանցից է։ Հումորի էի վերածում։ Բայց կարևորը որ հիմա ամեն ինչ նորմալ է։ Կարևորը ինքը։ Այսինքն ամեն դեպքում էլի չէիր վիճում։ Վերադարձավ ու ճիշտ գնահատական էր տալիս ամեն ինչին։ Ամենակարևորը դա է։ Բայց տենց ինչ որ կոնֆլիկտներ չէ, իհարկե չէ։ Դե քույրս է։ Սամվել են որ ասում են ծով համբերություն քոննա։ Հա, մենք բոլորս էլ ունենք, չէ՞, ընտանիքում ինչ որ տենց մարդիկ, ում գուցե եւ հայացքներով տարբեր լինենք կամ մտածելակերպով տարբեր, բայց պետք է հարմարվենք միանշանակ, որովհետեւ դա քույրը, եղբայրը, մայրը։ Դու եթե քեզ նկարագրեիր, ինչ կասեիր, օրինակ ես ինձ առաջինը պետք է ասել ծով համբերություն, համբերատարես։ Դե թեթևա պետք նայել ամեն ինչին։ Չէ, ինչպիսին ես դու։ Այ քեզ մի 5 բառ։ Երևի համբերատար։ Բարի ամենակարևորը։ Հաստատ։ Իմ ամենամեծ ու կարևոր բնավորությունս, նո տեսակը ամենակարևորը որ կենթանի եմ շատ սիրում։ Պահում ես։ Իհարկե երկու շունիկ ունեմ։ Ձեր տունը սեփական է։ Չէ։ Տանը։ Տանը։ Բնակարանում պահում եք երկու Յորքցի տերիերներ են, փոքր, մի կիլո, երկուսն էլ իրանք իմ կյանքն են, իմ ամեն ինչն են։ Կենթանի շատ եմ սիրում, նույնիսկ աննորմալ բանի հասնող էլի կենթանասերը ծիծաղելի է, նույնիսկ հա ճանճ կարողա տունը մտնի։ Ազնվության պատուանը բացեմ, շորով ինչ-որ հանեմ դուրս էլի, գերա կամ ասենք ինչ-որ սարդ կամ ինչ-որ տարակալ մի բան նկատեմ, գուշությամբ վերցրեմ պաջես տանեմ։ Բայց դու ուշադրին է, կարող է բատարող չէ, հիվանդանոց տանը։ Նույնիսկ մի անգամ այդ իմ առանցին բնակարանը որ կա, շատ լավն է, այդտեղ մի հատ ճանճ կար։ Միա ճանճ էր մնացել, մեղքս եկավ, դուրսը ցուրտ էր արդեն նոյեմբեր ամիսն էր։ Դուրսը ցուրտ էր, չէի կարասի, որ հանուցի դուրս մեկա սատկի, ավելի լավա թող մնա։ Ու ամբողջ ինքը ձմեռը մնաց այդ, անունը դրել էի Գայան։ Գայան է։ Այս ամբողջ ընթացքում ես լսում եմ, որ քո հեռախոսը ծնգում է, քեզ ով ամենաշատը գրում կամ այդ ինչեր են։ Գործնական, աշխատանքային, գուցե լուրերը շատ կարևոր են ինձ համար։ Հետևում ես լուրերին։ Միանշանակ, իհարկե։ Իսկ ամենաշատը հեռախոսով ում հետ է շփվում։ Հեռախոսով շատ խոսել չեմ սիրում։ Կոնկրետ գործով ասել, խոսել Իսկ դու ես նյարդայնանում, որ առանց զգուշացնելու զանգում են։ Ну, ես եթե հանկարծ պետք է զանգ տամ ինչ-որ մեկին, գուցե եւ Facebook-ով գրեմ, հարմար արդյոք զանգալ, ահա, այդպես։ Այն տեսակն են, որ 3 զանգից ավել չեմ պահում, չկար, հարմար, կզանգի ինքը։ Իսկ որ կապի միջոցն ես շատ օգտագործում, WhatsApp, Telegram, որն ես սիրում։ Բոլորն էլ օգտագործում եմ շատ։ Բայց իսկ դու նորարարություններ սիրող ես, տենց լավ ես, միշտ նայած զարգացումների հետ, հա։ Պետք է հետևենք պարտադիր, միանշանակ, հատկապես մեր աշխատանքում, մեր գործում։ Չես ասում մի հատ երեխեք մի հատ նայեք, էս ոնց էս անեմ, այդ չկա։ Չէ, ես շատ լավ տեղյակ եմ, ինչ որ պետք է, հա, գուցե ինչ որ շատ կարևոր մի գործարք անելու համար բան, գուցե դիմեմ ջահելներին, բայց ես շատ լավ կարողանում։ Ինչ է։ Ինչ որ մոնտաժային բան, որ պետք լինի, Եթե պետք լինի, հա, բայց դրանով զբաղվող աղջիկ կա, Լիլինան, որը զբաղվում է այդ PR-ով, ինքը ամեն ինչ անում է, ես ինչի համար անեմ։ Քո երազելի երեկոն որն է բացի այն տանը ճանճ Գայանեի հետ։ Գայանեի հետ։ Բացի դրանից չգիտեմ ազատ օր ունես ընտանիքիդ հետ ինչ-որ պլաններ անում ես թե ավելի տենց հանգստանամ տանը։ Ամենա երանելի երեկոն դա ընտանիքի հետ միասին, երբ որ որդիս էլ հարսիկիս հետ միասին իրենք գալիս են մեզ մոտ, քույրերս են լինում մեզ մոտ, բոլորս հավաքվում ենք միասին ճաշի սեղանի շուրջ, ավելի լավ բանն է դա։ Իսկ աշխարհի ամենասենց քո սիրելի վայրը, կետը որն է։ Կամ մի տեղ որ վաղուց չես գնացել, կարոտել ես։
Շատ սիրում եմ Էջմիածին քաղաքը, որքան հնարավոր է փորձում եմ շատ գնալ այնտեղ, բայց իմ ծննդավայրն է, իմ մանկությունն է այնտեղ, այնքան հետաքրքիր բաներ կան, այնքան կապող բաներ կան։ Շատ սիրում եմ այդ քաղաքը։ Չնայած ինձ համար ամենահարազատ քաղաքն Երևանն է, որովհետև այստեղ եմ դաստիարակվել, տեսակավորվել, կրթվել, ամեն ինչ անցել եմ այստեղ 17 տարեկան երիտասարդ, հատկապես խորհրդային միության փլուզումից հետո 17 տարեկան երեխան լրիվ խակ էր։ Այնտեղից տեղափոխվել մեծ քաղաք եւ այս քաղաքը ինձ լավ ընդունել Երևանը։ Երևանը շատ ժպիտով ու լավ ջերմ ընդունեց ինձ, իհարկե շատ դժվարություններ, շատ ծանրություններ, շատ փորձություններ, խնդիրներ ունեցել եմ, բայց ուրախ եմ այդ ամենը, որ ունեցել եմ, որովհետեւ դրանք են ինձ դաստիարակել։ Եթե առօք-բարոք ապրեի ինձ համար, ոչ մեկի դե պետք չի ելնի։ Այ հաճախ մենք մեր հյուրերի հետ հենց դրա մասին ենք խոսում, որ այսօրվա երեխեքը շատ ավելի ոնց որ պայմանական ասենք հեշտ են։ Համ մեծանով, իսկ մենք այդ ինչերի միջով ենք անցել։ Ինչքան ծեծ ենք կերել։ Ես կոնկրետ չէ։ Չէ, փոքր տարիքում է։ Բակային, հա, այդ խաղերը, բակային խաղերը դրանք մեզ շատ կարևոր են եղել մեզ համար, չէ՞։ Չէ, հետո դու պետք է այնքան խելացի լինեիր, որ ցած ճիշտ կարողանայիր սիտուացիաների տակից դուրս գալ, քո իսկ այդ երիտասարդական տարիք այդ անցումային շրջանը, որ հատկապես խորհրդային միություն էլ չկա, լրիվ ուրիշ տեսակ ամեն ինչը բան, նույնիսկ ցուրտ ու մութ տարիներ, հատկապես այդ շատ վատ։ Դու ծանր ես տարել ցուրտ ու մութը։ Շատ, հա։ Մենք տատիկի հետ էինք ապրում Յուսուարմենն այստեղ, մեր կինոնայի տանը շատ տրավմատիկ էր ինձ համար, որ գրանցումով տատիկներ մենակ այնտեղ ու տալոնով հացը։ հացի չեքը, հա։ Ես հացակեր եմ, առանց հաց չեմ կարող, բայց ես չէի ուտում այդ հացը, որտեվ տատին ավելի կարևոր էր, էլի, տատին, որտեվ ստանում ենք ընդամենը կես բուխանկա հաց։ Դու հիշում ես մի անձին ինչքան էր հասնում 1/4։ 1/4-ը, փոքր սենց կիսատ այդ կտորը, ես ոնց կարամ ուտեմ։ Դա չի ուտում։ Դա էր ծանր մեզ համար նստում։ Շատ ցավալի էր։ Իսկ Էջմիածնի տունը կա։ Էջմիածնի տունը ցավոք չէ, վաճառել ենք։ Իսկ երբևէ գնացել ես։ Գնում եմ հաճախ։ Երբ գնում եմ Էջմիածին, անպայման մեքենայով պատտվում եմ, գալիս եմ Չես մտնում։ Տունը ուրիշի տունն է, չէ։ Մտի մի օր։ Չեմ ճանաչում։ Կապ չունի։ Բա որ հանեմ դուրս։ Չեն հանի։ Էն էլ քեզ հաստատ ճանաչում ու սիրում են։ Դե չեմ փորձել տենց։ Արի պայմանավորվենք։ Բակ, մեր պատուհանները նայել, այդ ամեն ինչը ինքան հարազատ է ինքան։ Ինձ թվում է պետք է հաջորդ անգամ մի հատ մտնես։ Հաստատ։ Դրանք դրուցեցի ասում քանի այդ տունը կա։ Ինձ թվում է շատ ջերմ քեզ կընդունեն ու դու սից մաքսիմալ էմոցիաներ կունենաս։ Սամվել ինձ թվում է մենք սենց անverջ կարանք խոսանք եւ անցյալի մասին եւ ներկայի մասին, բայց մեր ժամանակը ասում են որ մոտեցել է իր ավարտին։ Ես տենց մեծ ուրախություն ապրեցի նախ որ ստացվեց հանդիպումը։ Ուրախ եմ որ քեզ հետ զրուցեցինք աղաքին, հետո շատ լավն էր զրույցը, որովհետեւ ընթացքում ինքան լավ տեղեր գնացինք, լավ հիշողություններ։ Արի մի հատ էլ կենաց խմենք, եթե կարելի է։ Սիրով։ Հատկապես իսկապես շատ լավն էր ինքը։ Ուզում եմ որպեսի բոլորս երջանիկ լինենք։ Ուզում եմ որպեսի լավ երկրում ապրենք։ Ուզում եմ որպեսի մեր երկրի ղեկավարները մեզ սիրեն, մեզ էլ սիրեն, երկիրն էլ սիրեն, հա, որպեսի ամեն ինչ շատ լավ լինի։ Ուզում եմ որպեսի բոլոր այն մարդիկ, ովքեր ստիպված հեռացել են հայրենիքից, բոլորը վերադառնան։ Ուզում եմ որպեսի առաջվա բարությունը, ջերմությունը եւ կարեկցանքը մեկի մյուսի նկատմամբ այդ ամենը վերադառնա։ Ուզում եմ որ չարությունը ու այդ լարված փոխհարաբերությունները դրանք հետևում լինեն, շատ հեռու գնան մեզանից։ Ուզում եմ որպեսի առաջվային հին Երևանի իմ լավ սիրելի մարդկանց ամեն անգամ երբ որ տեսնեմ ուրախանամ ու ժպտալով ողջագուրվեմ, համբուրեմ ու ասեմ ուրախ եմ որ մենք երկուսս էլ այստեղ ենք ապրում։ Ապրես Սամվել ջան, ես ուղղակի ուզում եմ որ քո բարությունը տարածվի ինչքան հնարավոր է շատ, որովհետև դու եզակի բարի, կամեցող ու համբերատար մարդ ես, ու այնքան եմ ուրախանում, որ մեր ոլորտում շարունակում են տարիներ մնալ, ունենալ մեծ պահանջարկ մարդիկ, ովքեր լավն են, որովհետև մի բան է հաջողությունը, մի բան է լավ մարդը, ու երբ լավ մարդ ունենում է հաջողություն ու պահանջարկ ունի, այն էլ այս ոլորտում, որովհետև այս ոլորտը ինքը հեշտ չի դիմանալը, դիմակայելը, հատկապես հիմա վերջին ժամանակ։ Ու միշտ չի որ աշխատասիրությունն ու տաղանդը արդյունք են տալիս, այսինքն այնքան sense տարբեր բաներից է կախված այս ոլորտում մնալը եւ հաջողություն ունենալը, ու երբ դա մարդ կարողանում է ազնիվ ճանապարհով անել, ես ուղղակի ուրախանում եմ։ Շատ ուրախ եմ, որ քեզ սիրում են, շատ ուրախ եմ, որ դու քո տեղն ու դերը ունես։ Շնորհակալ եմ հրավերքի համար, շատ հաճելի անցավ ժամանակը։
Քեզ լավ երեկո, համոզված եմ այսօր երևի թե եւս մի գեղեցիկ զույգ։ Հիմա պետք է գնամ աշխատանքի, չէ։ Իմ ամենօրյա աշխատանքը։ Չէ, այսօր չեն ապուստանում։ Այսօր ուրախանում են։ Հագեցան օր այսօր։ Հա, հիմա պետք է գնամ աշխատանքի, աշխատանքից հետո էլ պետք է նստեմ, սցենար պետք է գրեմ, մի հատ երկար, մի հատ միջոցառման աշխատանք։ Merci շատ լավ եթերներ, լավ պոզիտիվ մարդկանց հետ միասին շփում։